որ դեղի ունենում է շատ արդարոց մի բան է, մի քանի տեսակետից։ Նախ ասեմ, որ նախագահ Թրամփը, երբ որ տեխնազու էր, անընդհատ գրտնել է տասնյակ անգամներ, որ ինքը երբ որ նախագահ լինի, խաղաղություն է բերելու, ինքն իրեն գոչեց խաղաղության նախագահ եւ քննադատեց նախագահ Բայդենը, այլ նախագահներն անցյալին, որոնք պատերազմներ սկսել են, ասել որ ես ոչ մի պատերազմ չեմ սկսելու, ես պատերազմը ավարտելու եմ, խաղաղություն եմ բերելու եւ արդեն տեսանք անցյալ տարվա հունվարին որ նախագահ եղավ, մի քանի ամսի հետ հարձակվեց Պարսկաստանի վրա անցյալ հունիսին, հետո այս տարվա սկիզբը հարձակվեց Վենեսուելայի վրա, հիմա նորից հարձակվում է մեծ մասշտաբով Պարսկաստանի վրա, ուրեմն ինչ որ ինքը ժողովրդին խոստացել էր քվեարկողներին, լրիվ գեղձիկ է եւ սուտ է, խաբեություն է, դա առաջին։ Երկրորդ, ամերիկացիների մեծ մասը, ներառյալ իր կողմնակիցները, շատ դժգոհ են այս պատերազմից, ընդհանրապես Ամերիկայի ժողովրդի 3/4-ը հակառակ են այս պատերազմին, միայն քառորդն է որ այո են ասում, դա երկրորդ։ Երրորդ, անշուշտ է միջազգային օրենքի իրավունքի խախտում է, ոչ մի երկիր իրավունք չունի գնալու Վենեսուելա եւ սերբակալելու այդ երկրի նախագահը բերելու Նյու Յորք բանդարգելու Պարսկաստանի վրա հարձակումներ անելու ժողովրդի վրա սպանելով մի քանի հազար ժողովուրդ, այս բոլորը խախտումներ են միջազգային օրենքի, այդ մասին կասկած չկա։ Եվ անշուշտ վատ բանը, այսի նաև վատ հետևանք ունի ոչ միայն Թրամփի վրա, նաև ընդհանրապես ամերիկյան երկրի վրա, որովհետև երբ որ Թրամփը հարձակվում է Վենեսուելայի վրա, Պարսկաստանի վրա, ուրիշ երկրներ ասում են, որ եթե Ամերիկան կարող է այդպիսի բաներ անել, մենք էլ կանենք, Ռուսաստանը ասելու է, որ Ուկրաինան ես որոշել եմ, որ հարձակվեմ, ոչ մեկը չի կարող ինձ հագաճարել, եւ Չինաստանը վաղ որ հարձակվի Թայվանի վրա, ոչ մեկը չի կարող արարգել, որ իրավունք չունես եւ այլն, որովհետեւ Ամերիկան արդեն այդ իրավունքը տվել է ամբողջ աշխարհին, բոլոր աշխարհի բռնակալներին։ Ուրեմն ուժն է որ իզորու է եւ ոչ թե իրավունքը։ Ամերիկյան համայնքությամբ Ամերիկայի նախագահը իրավունք չունի պատերազմ հրճակելու, դա կոնգրեսի իրավունքն է, մենաշնորհն է եւ բայց Թրամփը անշուշտ որ խախտում է բոլոր օրենքները, սահմանադրությունը, այսօր դա խախտեց շատ կոպիտ ձևով եւ այս շաբթվա ընթացքին երկու բալատները, թե սենատը եւ թե ներկայացական դոնը, կոնգրեսը, երկուսն էլ փորձեցին մի բանացև անցկացնել, որ Թրամփին բարտադրի, որ ետ կանգնի այդ պատերազմից, բայց դժբախտաբար քանի որ իր Թրամփի կուսակիցները, հանրապետականները փոքր մեծամասնություն ունեն, ավելի քվե ունեն, երկու դերն էլ մի քանի քվեներով ցախողվեց այդ փորձը։ Հիմա կալով ժողովրդին այո որոշ քաղաքներում, նահանգներում եղել է փողոքի ակցիաներ, բայց Թրամփը ոչ մեկին չի լսում, այսի առաջին անգամ չէ որ ինքը խախտում է օրենքները, սահմանությունը, նախապես եւ 4 տարի նախագահ էր, ամեն տեսակի արդարոց բաներ արեց օրենքի խախտումներ, հիմա էլ շարունակում է այդպես, ինչ վերաբերում է impeachment-ին, հիմա գույմը չի կարելի է դիանել, որտեղ նորից մեծամասնությունը իր գուսակիցներն են, հանրապետականներն են, որովհետեւ impeachment հաշվողի պետք է որ մեծամասնությունը լինեն իր հակառակորդները, բայց մի շատ լավ շանս կա նոյեմբերին, որտեղ նոյեմբերին կոնգրեսի եւ սենատի ընտրություններ կան եւ մեծ հավանականություն կա, որ երկու բալատներում էլ դեմոկրատները լինեն մեծամասնություն, ռեփուբլիկանները գործեն իրենց մենաշնորհը եւ այդ ժամանակ այս պատերազմի պատճառով, այլ խախտումների պատճառով ամենաշատը սկսվի impeachment-ի գործընթացը։ Պարոն Սաֆինյան, ձեր կարծիքով ինչի կարող է վերածվել այս պատերազմը։ Արդեն բավական հերոյ է գնացել այս պատերազմը, վերածվելու շատ բան չի մնացել, բայց կարող է ավելի վատ լինել, արդեն տեսնում ենք, որ
Էսի Բարսկաստան, Ամերիկա, Իսրայել հարց չէ, այլ ամբողջ մի 10 երկրի վրա հարձակումներ եւ ամեն տեսակի փողոքներ, երեք մեծ վեճ դեղ ունեցավ Իսպանիայի վարչապետի եւ Թրամփի միջև Իսպանիան ասաց, որ մենք չենք թողնի, որ մեր օտարականները օգտագործվեն հարձակման համար։ Թրամփը ասաց, որ ես պատժամիջոց կգիրառեմ, հավելյալ հարգեր կտնեմ Իսպանիայի ապրանքների վրա, այսինքն եվրոպացիներու մեծ մասը ուրախ չեն մասնակցում, բայց ճնշումի դակ են Ամերիկայից, որպես ՆԱՏՕ-ի անդամներ։ Հիմա բավական մեծ խնդիր է էսի, քիչ հետ եթե ուզենաք նաև կանտրատառնանք, թե ինչ վտանգներ կան Հայաստանի համար։ Եվրոպական որոշ երկրներ հայտարարությամբ էին հանդես եկել դատապարտելով Իրանի անհամաչափ գործողությունները Պարսից ծոցի երկրների նկատմամբ։ Եվրոպան դժգոհ լինելով հանդերձ, գուցե այնուամենայնիվ ստիպված է կատարել Միացյալ Նահանգների քմահաճույքները։ Այո, շատ ճիշտ է։ Սկիզբը առաջին մի քանի օրը ահագին փողոքներ կային Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, բայց տեսնում եմ, որ ճնշումներու ենթակա լինելով ամեն մեկը սկսան այսպես ինչ որ բացատրություններ տալ, թե ինչու որոշ չափով օգնելու են եւ այլն, եւ անշուշտ կան որ Բարսկաստան հարձակում է գոլֆի այդ երկրների վրա, Եվրոպան դժգոհ է այդ բանից, որ Բարսկաստանը այդ քայլի դիմել է, ուրեմն էդի նաեւ հավելյալ բաժար է դվել, որ եվրոպացիները սկսեն ասելով, որ մենք պաշտպանելու ենք գոլֆի երկրները։ Խոսենք, թե ինչ վտանգներով է այս ամենը հղի Հայաստանի համար, ինչպես պիտի դիրքավորվի, ինչպես է ճիշտ, որ դիրքավորվի Հայաստանը։ Ուրեմն այստեղ կան երկու տեսակի խնդիրներ։ Առաջինն է, որ մեր վարչապետը, որ 8 տարի է վարչապետ է, երբեք չի կարողացել իսկապես երկիրը ղեկավարել, ճիշտ որոշումներ առնել երկրի շահերից փոխելով եւ շարունակում է այդ ցախող ընթացքը։ Տեսանք պատերազմի առաջին օրը ինքը մի ավտոբուսով գնում էր մարզերը, գյուղերը, նարդիեր խաղում, բլոթեր խաղում, բերաշկի էր ուտում, այսինքն ସେ բան չի պատահում, ամբողջ աշխարհը իրար անցել էր, ինքը շատ հանգիստ, այսպես քարոզարշավով զբաղվում էր, որտեղ իր համար իր վերանորությունը ամենակարևոր հարցն է եւ ոչ թե հայրենիքի շահերը։ Մի բան միջեմ, այստեղ շարունակենք, պարոն Սասունյան, իրենք ինչպես են սա ներկայացնում, իրենք ասում են, իսկ լավ չէ, որ մենք խաղաղության մեջ ենք, այսպես ասեմ, ու սա օգտագործում է որպես PR, որպես բան, որ տեսեք ամբողջ աշխարհը եռում է, իսկ մենք խաղաղության մեջ ենք։ Այո, խաղաղությունը աշտ է գեղձիկ է երկու պատճառով, մեկն է որ խաղաղության տաշնակիր դակավին Ալիևը մերժում է ստորագրել եւ խաղաղություն չկա եւ նույնիսկ եթե Ալիևը մի օր որոշի որ ստորագրի, ինչպես որ Փաշինյանը ինքը խոստովանել է, կարող է 6 ժամ յետք հարձակվի Հայաստանի վրա եւ Ալիևը անում է ինչ որ ուզում է, որ դեսնում որ թիմացինը երկու խնդրեմ ունի, մեկն է որ դգար երկիր է, ինքը ավելի ուժեղ է, երկրորդը դեսնում է որ թիմացի երկրի է, Հայաստանի ղեկավարը իր արածը չի իմանում, ուրեմն ինքը կարող է շատ հեշտ ծավալով իր գամքը բարդացրել Հայաստանի վրա։ Էդի խաղաղության այդ կապունի, որ Ադրբեջանի հետ որ խաղաղություն չկա, որտեղ Ադրբեջանը ամեն օր նոր զիջումներ պահանջում է, համահատությունը փոխել, այդ զենքերը որ Հայաստանը արել է, իդ վերադարձնել, այսպես շատ արդարոց բանջներ, բայց չես կարող մեղադրել Ալիևի թշնամին է, թշնամին դեսնում է արիտ կա եւ շամին երբեք չի գանք առնելու ասելու որ արդեն բավարար բան ստացել եմ, այստեղ գանքնեմ եւ որ զիջումներ անում ես, իր ախորժակը բացվում է եւ նոր զիջումների թուր է բանում։ Էդի մեկ երկրորդ ոնց կարելի է խաղաղության մասին խոսել մանավանդ այս օրերին, եւ որ ամբողջ աշխարհը այրվում է, հազարավոր զոհեր կան, տասնյակ երկրներ որ ռումբեր է դեղում եւ խաղաղություն չկա Հայաստանում եւ Հայաստանը սահման է Բարսկաստանի եւ ոնց պիտի խաղաղ լինի, ինքը ասում է որ ինստիտուցիոնալ ումբերգան գարավարական մարմիններ կան որ զբաղվում են, բայց մենք բոլորս իմանում ենք հետեւյալ ճշմարտությունը, որ Հայաստանում այդ բոլոր մարմինները գարավարության բաժանմունքները ոչ մի որոշում առնելու իրավունք չունեն, մի մարդ է որ ամեն ինչ որոշում է Հայաստանի համար
թե կառավարության համար, թե ազգային ժողովի համար, թե թադարանների համար, սահմանական թադարան, թե նախագահի համար, արտգործ նախարարությունը անշուշտ բոլորը ինքն է որոշում։ Այդ մարդիկ ոչ մի բան չեն կարող որոշել, եւ ինքը այսպես խաղում է նարդի բլոտ եւ այլն, որոնց շատ վտանգավոր մի բան է։ Վտանգը այն է, որ պատերազմը կդարազվի արդեն ինչպես նշեցիք Նախիջևանի վրա հրթիռ ընկավ, Թուրքիո վրա հրթիռ ընկավ, նույնիսկ Կիպրոսի վրա հրթիռ ընկավ եւ կարող է էսի ավելի հրահրել այդ պատերազմը արձակադումը եւ նաեւ կարող է Հայաստանի վրա հրթիռ ընկնել, կարող են ասել, որ դա սխալմամբ է, մենք չենք արել։ Հիմա կանք ամենը վտանգավոր քայլին, որ մեր արժեվ է հուսամ դեղի չունենար, բայց արդեն առաջին քայլերը առնվել են այդ ուղղությամբ։ Հետևյալն է. ամերիկյան կառավարությունը որոշել է, որ նա մոռացա ասել, որ սկիզբը ամերիկյան կառավարությունը նախագահը, որ սկսեց այս արշավը, սկսավ դալու բաժարներ, բայց ամեն օր դալիս էր մի հագասական բաժար։ Սկիզբը ասաց, որ ատոմային այդ կառուցվածքը կանտելու ենք, դա անընդունելի է մեզ համար։ Հետո որ դա շատ դեռ չհասավ, ասաց, որ Իրանը ունի շատ հզոր հրթիռներ, այդ հրթիռները պետք է գործանվի, նույնիսկ մի Թրամփը սովորական սուտ խոսեց, ասելով, որ այդ հրթիռները կարող են հասնել Ամերիկա, որ այդպեսի բան չկա, հրթիռները ավելի գարշ հեռավորության վրա կարող են օգտագործել։ Ամենահեռուն Իսրայելն է եւ ոչ թե Ամերիկան։ Այդ էլ շատ աշխատեց։ Հետո ասեց, որ մենք պետք ունենք, որ կառավարությունը ռեժիմը փոխվի, նոր ղեկավարություն կա։ Այդ էլ մասնակիցներ ասացին, որ օդից ռմբակոծելով նոր ռեժիմ չկա, դա Աֆղանստանում չի հաջողվել, Իրաքում չի հաջողվել, Վիետնամում չի հաջողվել, ոչ մի չի հաջողվել, նույնիսկ Վենեսուելայում չի հաջողվել, բայց ինքը այդ բանը շարունակում է ասել եւ հիմա էլ մի քանի օր առաջ ամերիկյան կառավարությունը որոշել է, որ պետք է որ ներքին իմպոստություն լինի Պարսկաստանի մեջ, որ ժողովուրդը ինքը ռեժիմի փոփոխություն անի, դա էլ շատ ընդունելի կամ հավատալի մի բան չի, որովհետև երբ որ քո բանակը չունես տեղում վրա, բայց նույնիսկ բանակ ունես տեղում վրա, որ ամերիկան դալու է հսկա զոհեր, եթե մտնեն 90 միլիոնոց երկիր, նորից չի լինելու էդի, բայց հիմա Թրամփի ամենավերջին խաղը այն է, որ գտել է քյուրդերը եւ հայտարարում են բացահայտորեն, որ քյուրդերուն Իրաքի եւ Իրանի զինելու են եւ ուղղելու են դեպի Պարսկաստանի իշխանությունները, բանակը, որ ներքին հրահրում լինի եւ հիմա էդի մի բան է, էդի այդքան էլ գապ չունի Հայաստանի հետ, բայց ասեմ թե գաբը որտեղ է Հայաստանի հետ։ Հիմա եթե ամերիկյան կառավարության մեջ մի մասնակետ մտածել է այդ մասին, որ քյուրդերուն ներառե եւ ոչ թե ամերիկյան զինվորները զոհեն, բայց քյուրդերը զոհեն այս պայքարի մեջ, ես մտահոգ եմ, որ շատ շուտով մի նույն ամերիկացի մասնակետը կամ մի այլ մասնակետ կմտածի, որ մի նոր լուծում կդանք, դա Պարսկաստանը մասնադել։ Եվ քանի որ Պարսկաստանի մեջ կան մի քանի խոշոր փոքրամասնություններ, միլիոններով, մեկը քյուրդերն են անշուշտ, իսկ մյուսը ազերիներն են, որ Պարսկաստանի հյուսային կողմն են, բարեբախտաբար Պարսկաստանի ադրբեջանցիների մեծ մասը խաղաղ ժողովուրդ են եւ հպատակ են Պարսկաստանի, բայց կան ավելի փոքր թիվով ծայրահեղ խմբավորումներ, որոնք պատրաստ են առիթ օգտագործելու Ամերիկանի մականի, որ Ամերիկան փորձում է ինչ-որ միջոցներ գտնել, որ ուրիշի զոհերով ինքը իր շահերը ապահովի, հավանաբար հաջորդ քայլը լինելու է, հուսամ չի լինելու, բայց վախենում եմ լինելու է, որ այդ ազերի խմբավորումներին զինե եւ այդտեղ էլ ներքին բայկար լինի, հրահրում լինի Պարսկաստանի կառավարության դեմ։ Ինչ որ շատ վատ է, եզրակացնեմ, շատ վատ է Հայաստանի համար, որտեղ Հայաստանը արդեն շրջապատված է երկու թշնամիներով, Ադրբեջան եւ Թուրքիա։ Հիմա եթե
Բարսկաստանի հյուսային կողմը 10-15 միլիոն ազերիներ անշատվեն Բարսկաստանից միանան Ադրբեջանի Հանրապետության, այդ վնասը մի 1000 անգամ ավելի կբարձրանա Հայաստանի հանդեպ։ Ինչ է գրում ամերիկյան մամուլը եւ հասարակությունը, թեև նշեցիք, որ առհասարակ հասարակությունը ընդվզում է, ըմբոստ է, հասկանում է, իրապես մամուլը, ինֆորմացիոն, տեղեկատվական միջոցներ, հեռուստաընկերություն եւ այլն իրականում արտացոլում են այն պատկերը, որը կա, թե այնուամենայնիվ իշխանական ռոպագանդան է մեծամասնություն կազմում։ Ուրեմն Ամերիկան քանի որ անկախ պետություն է, ամեն տեսակ կարծիքներ կան եւ մամուլն էլ արտացոլում է այդ դարբեր կարծիքները, կան կարևոր մամուլի անդամներ, որ անընդհատ քննադատում են իշխանություններին Թրամփին, իսկ ավելի Թրամփի ենթակա մամուլի անդամներ, որոնք կողմանում են գիշերուցերեք, ուրեմն ամեն տեսակի ցայներ կան Ամերիկայի մեջ, ինչ որ զարմանալի չէ, հասկանալի է, որտեղ դիկտատորական երկիր չէ եւ ամեն մարդ իրավունք ունի կարծիք հայտնելու, միլիոնավոր ժողովուրդ որ կարծիք են հայտնում հակառակ Թրամփին, ցույցեր են անում, ակցիաներ են անում փողոցներում եւ այսպես շարունակվում է, բայց Թրամփը երբեք չի լսել ոչ ժողովրդին, նույնիսկ իր ընտրողները փոխում են, ասելով որ մենք Թրամփին չենք ընդրել, որովհետեւ Բարսկաստանի վրա հարձակվի, որտեղ Թրամփը անդադ խոսում է ոչ միայն թե ինքը բերում է խաղաղություն, այլ նաև ասել է, որ ես սպառվելու եմ միայն ներքին ամերիկյան հարցերով։ Անգլերեն ասում է America First, այսինքն ամենի առաջ Ամերիկայի շահերը։ Առաջին Ամերիկան, այո։ Առաջին Ամերիկան է, Ամերիկայի շահերն են, բայց տեսնում ենք, որ անընդհատ սպառվում է Վենեսուելայով, Գրինլանդով, Բարսկաստանով, Կուբայով, հիմա ասում են, որ հաջորդ հարձակումը լինելու է Կուբայի վրա, արդեն շրջապատել են Կուբան, չեն տոնում ոչ մի նավ կա եւ նավթ դա երկրին եւ փորձում են ճնշումներով երկիրը կոլապս լինի եւ իրենց նպատակին հասնեն։ Այսի ոչ ճիշտ հակառակն է առաջին Ամերիկայի լոզունգին եւ ճիշտ հակառակն է իր խաղաղության նախագահների լոզունգին։ Ինքը հավակնում էր Նոբելյան մրցանակի, չէ՞, խաղաղության։ Այո, դա շատ արդարոց մի բան է, որովհետեւ ինքը ասում է ես 8 հատ պատերազմներ լուծել եմ եւ խաղաղություն բերել եմ Նոբելի մրցանակի արժանի եմ, անցյալ տարի ասում էր, բայց տեսանք որ չստացավ, այսինքն ոնց կարելի է խաղաղության մրցանակ երազել, երբ որ անտատ պատերազմներս հրահրում ամեն տեղ եւ նաեւ այդ վերջերս որ ինքը ստեղծեց մի խումբ երկրների այդտեղ մի 10-15 երկիր եկել էին Սպիտակ տուն խաղաղություն իբրտե խաղաղության նպատակով բայց արդեն խաղաղության այդ հանդիպումից մի քանի օր հետո արդեն հարձակումը սկսվեց Պարսկաստանի վրա ուրեմն այդ էլ գեղձիկ է փորձում է խեր ժողովրդին խաբել բայց ժողովուրդը շատ բան չեն կարող անել որովհետև միլիոնավոր ժողովուրդ ոտքի կանգնեն նորից բան չի լինելու որովհետև կոնգրեսը Թրամփի ենթակա է հլուանազանդ ստրուկներն են ինչ որ ինքը թելադրում է իրենք կվերգում են այդ ծավով դժբախտաբար էսի ոչ միայն Բարսկաստանի հարց է այլ ընդհանուր մարդկային իրավունքներում խախտում է միջազգային օրենքի խախտում է եւ բادرազմը անընդունելի է մարդկության համար եւ էսի ամեն անգամ որ Թրամփը հաջողվում է իր գամքը բարտադրել իր սկայական զինվորական ուժով ուրեմն Վենեսուելայի մեջ դա իրեն քաչալերում է նոր ախորժակը բացվում է որ նոր թիրախներ գտնի ժամանակին ահագին խոսեց Պանամայի մասին բայց հետո հիմա վերջին ամիսներին մոռացել է Պանաման որովհետև զբաղվում է Կուբայով, Գրինլանդով, Բարսկաստանով հիմա էլ չենք գիտեր հիմա դա խոսում է Չինաստանի թեմ բայց Չինաստանը ոչ Կուբա է, ոչ Վենեսուելա է, քերոզոր բելություն է, հազարավոր ատոմային հրթիռներ ունի, դա շատ պետք է զգուշ լինի, եւ Թրամփը արդեն ծրագրում է ապրիլին գարձեմ Չինաստան այցելել, նայենք թե ինչ կլինի, բայց ես էլ ասեմ, որ
Թրամփը ամեն օր մի բան է ասում, հաջորդ օրը հակառակն է ասում։ Հետո ասում է, որ հիշեցնում են իրեն, որ այս բանը ասել, ասել չէ, այդպես բան չեմ ասել, բայց ասել է ցանկությունները ունենք, ցույց են տալիս, որ ասել է, բայց ինքը այսպես մի անարես մարդ է, չի ամաչում իր որ սուտ խոսի, գեղձիկներ ասի, նույնիսկ երբ որ փաստում են, բայց ինքը ասում է չէ, այդպես չի, գեղձ է, ուրեմն էս է գացությունը, եւ շատ վատ է լինելու, որտեւ ոչ միայն Թրամփին քաչալերել է, որ այլ երկրների վրա հարձակվի, օրինակ Կուբայի վրա եւ այլ դերեր, բայց նաեւ քաչալերել է այլ երկրներ, որոնք իրենք էլ բանակ ունեն, հզոր են, իրենք էլ կարող են հարցեր ունեն լուծելու, այո, որտեւ ուժն է որ կերագշիր է եւ ոչ թե իրավունքը։ Մի անգամ որ խախտվի այս միջազգային օրենքի օրագարկը, սկզբունքները, այլևս ամեն մարդ կարող է անել ինչ որ ուզում է, ով որ ուժեղ է, ավելի թույլ է։ Եթե որ էսի մեծ վտանգ է նաև Հայաստանի համար, որտեղ Հայաստանը դգար երկիր է, փոքր երկիր է, եւ շուրջի երկրները քաչալերվելով Թրամփից, որ արդեն իրենք պետք չունեն քաչալերանքի, արդեն մեր ճշտամիներն են, կարող են ավելի քաչալերել, որ ոչ մի բան չի կարող մեզ կանգնեցնել, ոչ միջազգային օրենքը, ոչ ՄԱԳ-ը, խորհուրդը, ոչ մեկը, մենք կանենք ինչ որ ուզենք, եւ նաեւ վերջին բան ասեմ, Ալիևը վերջին տարիներին անընդհատ կրտնում է մի նախադասություն, որ շատ վտանգավոր է մեզ համար, ասում է ով ինչ ուզի թող ասի, ես կանեմ ինչ որ ես ուզում եմ անել։ Ալիևը այսպես միան որպես խոսք չի ասում, լոզունգ, այլ ինքը շատ լավ հասկացել է, որ եթե հարձակվի վաղօրինակ համար Հայաստանի վրա, որոշ եվրոպական երկրներ կամ ամերիկան կարող են մի ելույթ ունենալ փոխել, այդքան փոխից անտին ոչ մեկը ոչ մի քայլ չի առնելու, ոչ մեկը իր զինվորները չի ուղարկելու Հայաստան, իր զավակները չի զոհելու Հայաստանի սիրուն, որովհետեւ Հայաստանը պաշտպանի։ Ալիևը շատ լավ իմանում է, իմանում որ կարտ բլանշ ունի, ինչ որ ուզում է կարող է անել, եւ այդպես էլ ասում է։ Եվ ասեմ որ երբ որ քո ճշնամին բացահայտ հայտարարում է, որ ինքը կարող է անել ինչ որ ուզում է, շատ սխալ է, որ անդեսես ճշնամիի սպառնալիքը, որովհետև ճշնամին բարեբախտաբար անգեղծորեն ասում է ինչ որ մտքում կա, եւ որ ճշնամին անգեղծորեն ասում է մտքում կա ինչ որ ծրագիր ունի իր մտքում, Էդի շատ սխալ է անդեսելը, մի բան որ Փաշինյանը անում է ամեն օր ժողովրդին խաբելով խաղաղություն, այդ բոլոր անշուշտ իր նպատակն է որ հունիսի 7-ին վերընտրվի վարչապետ, այդ է իր նպատակը։